Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո դերասանուհի Աննա Մանուչարյանը շարունակում է շատ ակտիվ գործունեություն ծավալել։ Օրերս Աննան հայտնել է, որ նկարահանվելու են նոր հեռուստասերիալում, որտեղ իր խաղընկերը լինելու է երգիչ Բաչե Ամարյանը։ Սակայն երեկ Աննան անսպասելի նորություն է հայտնել իր հետևորդներին, նշելով, որ ինքը գնում է դատի մասնակցելու։ Իսկ թե ինչ դատական պրոցեսի մասին է խոսքը, Աննան հայտնել է հոլովակի միջոցով։ Ներկայացնում ենք տեսանյութը։ Սիրելի հետևորդներ, բարի օր, բարի առավոտ եւ բարի երեկո նրանց, ովքեր բնակվում են Հայաստանում։ Չեք պատկերացնի, բայց ես հիմա գնում եմ դատի։ Հիշում եք, մի անգամ պատմեցի, որ Կարմիր լույսի տակ կանգնած հեռախոսս ոտքիս վրա էր դրված եւ ես տուգանվեցի $280 չափով։ Հիմա գնում դատարան այդ հարցերով։ Ինչևէ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ակտիվության համար։ Ես մի փոքր ավելի ուշ կմիանամ կրկին եւ հստակություն կմտցնեմ այս իրավիճակի մեջ։ Ինձ հաջողություն, ձեզ բոլորիդ լավ օր եւ լավ երեկո։ Պետք է նշել նաեւ, որ վերջին ամիսների ընթացքում Աննան հասցրել է մի քանի հարցազրույցի մասնակցել ու անկեղծորեն պատմել իր կյանքի պատմությունը բաժանության, ինչպես նաեւ դստերը միայնակ մեծացնելու մասին։ Մեր Բաղդասարյանի տետատետ հաղորդման հյուրը դերասանուհի Աննա Մանուչարյանն է, ով իր կյանքի մասին շատ անկեղծ բացահայտումներ է արել։ Star News-ը հետևել է զրույցին։ Հաղորդավարը զրույցը սկսեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելու պատճառների մասին։ Աննան նշեց հետևյալը. «Բարեբախտաբար, իմ կյանքում հիմա ամեն բան լավ է։ Նախ անպայման ուզում եմ շեշտել, որ մենք էմիգրանտի կարգավիճակում չենք էստեղ։ Մենք օրինական ենք Միացյալ Նահանգներում գտնվում եւ ժամանակավոր։ Էստեղ մեզ բերել են Մալենայի գործերը։ Հետաքրքիր առաջարկ ուներ եւ մենք էստեղ ենք ընթացք տալու համար այդ պայմանագրին։ Միացյալ Նահանգներ գալու խոսակցությունը կար օդի մեջ, բայց ես լրջորեն չէի վերաբերվում։ Նույնիսկ Հայաստանում մեր տան վերանորոգումն էի սկսել եւ չէի սպասում, որ այսքան արագ կլինի ամեն բան։ Վերանորոգումն ավարտեցինք, տեղափոխվել էինք արդեն ու 20 օր դեռ չէր անցել, երբ Մալենան տոմսերը ձեռքին տուն եկավ։ Մոտ 2 ամիս ես չափազանց ծանր ապրումներ եմ ունեցել, որովհետև շատ երկար ճանապարհ անցնելուց հետո ես համարում էի, որ իմ գրեթե բոլոր երազանքներին հասել եմ։ Ես աշխատում էի իմ ամենասիրելի թատրոնում, գրեթե 15 տարի հանրային ռադիոյում էի, հանրային հեռուստատեսությունում վարում էի հաղորդում։ Ես իմ գեղեցկության սրահն ունեի։ Մի խոսքով, ես ամեն բան թողեցի։ Բնականաբար պետք է թողնեի, որովհետև ես առաջնահերթ ինձ համարում եմ մայր, նոր հետո դերասանուհի կամ կին, անկեղծացել էր Աննան։ Դերասանուհին նաև խոսեց իր ընտանիքի եւ ամուսնալուծությունից հետո իր վարած կյանքի մասին։ Աննան նախ նշեց, որ իր հանդեպ շատ խիստ են եղել իր ընտանիքում։ Դերասանուհին նշեց, որ անգամ, երբ ամուսնալուծվել էր եւ Մալենան կար, իրենց տանը հստակ օրենքներ կային։ Այս մասին խոսելով Աննան նշեց. «Ես ժամը 10-ին պետք է տանը լինեի, լիներ ամառ, թե ձմեռ։ Հայրս փորձում էր նաև Մալենայի հոր բացը լրացնել, եւ նա ուզում էր, որ շրջապատում տեսնեն, որ Մալենան մենակ չէ։ Դրա համար նրան տանում էր դպրոց ու հնարավորության դեպքում վերցնում էր դպրոցից, չնայած դպրոցը մեր բակում էր եւ երևում էր մեր պատուհանից։ Եվ եղբայրս եւ հայրս չափազանց ուշադիր են եղել Մալենայի հանդեպ ու նրան շատ են սիրում։ Մալենան էլ նույնիսկ չի էլ գիտակցել, որ հայր չունի։ Ես շատ էի փորձում նրա հետ խոսել ու ասել, որ ես ամուսնալուծված եմ, բայց չգիտեի, թե դա ինչպես անեմ։ Անգամ հոգեբանի հետ եմ խոսել։ Մի դեպք պատմեմ, երբ նրան դպրոց տարա առաջին անգամ, ուսուցիչը հարցրեց բոլորին, ով կասի իր անուն, ազգանուն, հայրանունը։ Մալենան շատ ակտիվ ու կենսուրախ երեխա էր։ Նա ձեռք բարձրացրեց ու ասաց. «Մադոյան, Արփինե ու իմ հայրիկի անունը»։ Արցունքներս չկարողացա զսպել, ապրումներս աննկարագրելի էր։ Հասկացա, որ բացը իմն է։ Եվ մի օր ուժ գտա իմ մեջ ու պատմեցի նրան։ Շատ եմ աշխատել ինձ վրա։ Ես մինչ օրս որևէ վատ խոսք չեմ հնչեցրել հոր հասցեին, ուղղակի ես ասել եմ, որ մենք տարբեր էինք եւ չհասկացանք իրար, ու հիմա նա ապրում է արտերկրում։ Այդպես եմ ասել, որովհետև նա ուղղակի բացակայում է մեր կյանքից։ Այս խոսակցությունից հետո Աննան նաև պատմեց ամուսնու հետ ծանոթության, հետո արդեն բաժանության մանրամասները։ Աննան նշեց հետևյալը. «Ես արդեն նշեցի, որ շատ խիստ են իմ հանդեպ եղել։ 18 տարեկան էի, երբ մի գիրք էի կարդում, որի հերոսին մտքումս պատկերացրել էի։ Մի օր մայրիկիս հետ դուրս էի եկել։ Շատ մանրամասներ չեմ ասի, բայց կպատմեմ։ Ես տեսա մի տղայի, ով նման էր իմ պատկերացրած հերոսին։ Նա մոտեցավ, շատ բարեհամբույր խոսեցինք։
Նա խնդրեց իմ հեռախոսահամարն ու ես տվեցի։ Պատկերացնում եք, դա մեր ընտանիքի մտածելակերպի մեջ ոչ մի կերպ չէր ընդունվում։ Առաջին անգամ գնացի նրա հետ սուրճ խմելու։ Արդեն ուսանողուհի էի եւ ինձ մեծ էի զգում։ Մի 10 րոպե տևեց մեր հանդիպումը։ Զրուցեցինք ու ինքն ինձ ասաց. «Երկրորդ անգամ չեմ հանդիպի քեզ հետ, մինչև հորդ հետ չխոսեմ»։ Ու ես մտածեցի, ինչ ազնիվ մարդ է։ Ինքը խոսեց հայրիկիս հետ ու մեր հարաբերությունները մտան օրինական փուլ, բայց ես նրան չէի ճանաչում։ 1.5 ամիս անց նրանք ընտանիքով եկան մեր տուն ծանոթանալու ու հայրս ինձ հարցրեց. «Ուզում եմ, թե ոչ»։ Այնքան վստահ էի, որ ճիշտ որոշում եմ կայացնում, ու դա միայն իմ չիմանալուց էր։ Ամուսնությունից 1 շաբաթ անց սկսվեց հալածանքներ, ֆիզիկական, հոգեբանական, անտեղի ու անհիմն բռնություն։ Բազմիցս եղել է ֆիզիկական բռնություն, ծեծ, եւ դա հանգեցրել էր իմ առողջական լուրջ խնդիրների։ Հիմա ես բոլոր հոգեբանական ապրումները հաղթահարել եմ եւ այսօր ինձ համար հեշտ է այդ մասին խոսելը։ Երբ ամուսնանում էի, մայրս ասաց. «Հարգիր, որ հարգվես»։ Բոլոր ընտանիքներում լինում են վեճեր, հանդուրժող եղիր։ Ինչ է, մեր ընտանիքում վեճեր չեն եղել։ Ես, քանի որ շատ մեծ հարսանիք էի ունեցել ու մեծ պատասխանատվություն էի զգում ծնողներիս նկատմամբ, հանդուրժում էի ամեն ինչ։ Դա է եղել իմ սխալը։ Եթե ես առաջին բռնության ժամանակ պատմեի հորս, բայց ես 2.5 տարի ոչ մի վայրկյան իմ ծնողներին ցույց չեմ տվել, ինչ պայմաններում եմ ապրում, անկեղծացել էր դերասանուհին։ Նա նշել էր, որ նախկին ամուսնու համար անգամ խնդիր էր իր ծնողների հետ շփումը։ Աննան բաժանման որոշումը կայացրել է հերթական կոնֆլիկտից հետո։ Աննան նշեց, որ մայրը հաճախ էր սիրում բնության գրկում հանգստանալ, իհարկե Հայաստանի ներսում։ Եվ մի անգամ էլ Աննայի ծնողները գնացել են իրենց տուն ու ասել, որ լավ կլինի, որ Աննան ու Մալենան եւս իրենց հետ գնան հանգստի, սակայն այս ամենը դուր չի եկել Աննայի ամուսնուն ու նա ասել է, որ չի կարող այդպիսի բան լինել։ Աննան հուզմունքից չի կարողացել զսպել արցունքները, իսկ ամուսինն էլ հայտարարել է, որ ծնողների պատճառով է իրենց տան խաղաղ մթնոլորտը փչանում։ Առանձնազրույց է ունեցել Աննայի հայրիկի հետ ու ասել, որ այլևս չգնան իրենց տուն։ Հենց այս ամենն էլ թերևս վերջակետ է դրել այս հարաբերություններին։ Աննա Մանուչարյանը պատմել է, որ բաժանվելուց հետո առողջական լուրջ խնդիրներ է ունեցել եւ 1 տարի է պահանջվել վերականգնվելու համար։ Նա նշել է, որ նույնիսկ խոսելիս դեմքը թեքվում էր։ Այդ օրվանից հետո նրան չեմ տեսել, եւ դա լավ է, որովհետեւ կարծում եմ, նա կխանգարեր Մալենայի ճիշտ մեծանալուն, ասել էր դերասանուհին։ Աննան նաեւ խոսեց այն մասին, որ Մալենան ու հայրը երբեք չեն հանդիպել եւ նախկին ամուսինը նույնիսկ փորձ չի արել տեսնելու դստերը։